բոլորովին տեղյակ չեն Հայաստանի մասին, որը մռմուռ է տալիս։ Այս երեխաների նամակները, որ կարդում ես, ամերիկացի երեխա սա մի առանձին նյութ է, բայց ուղղակի հիմա հիշեցի, որտեղ հուզվեցի, գրում են, իսկ Հայաստանում երգում են, իսկ Հայաստանում պար կա, իսկ Հայաստանում տատիկ պապիկ են պահում են, թե փողոց են գցում։ Այսինքն մենք չենք ներկայացնում Հայաստանը այնտեղ։ Եթե հրաներին շատ լավ գիտեն, Հայաստանին չգիտեին, մեզանով ճանաչեցին։ Մանավանդ երբ որ Մարտինը սկսեց արձաններ դնել, արձանների բացմանը գալիս էին ամենահայտնի կոնգրեսականները, այստեղ նկարները կա, կարող եմ ցույց տալ։ Այնքան հիացած էին Մարտինի աշխատանքով եւ իմ այս հասարակական գործունեությամբ, այս նամակները ես 5 տարի տարել բերել եմ։ Պատկերացնում եք Նյու Յորքից գրած նամակը բերել եմ Երևան, Գյումրի, 5 դպրոց։ Հետո այդ նամակների պատասխանները հավաքել եմ, հետ եմ տարի այնտեղ եմ բաժանել։ Դա հսկա աշխատանք էր, չէի թույլ տալիս պոչտայով, որտեղ վախում էի, որ կկորեն։ Եվ այս նամակները շատ բան սովորեցրեցին, բարեկամություն ստեղծեցին մեր երեխաների միջև։ Պատկերացնում եք դա ինչ բան է։ Նրանք հասկացան, որ հայերը երկու պարուն են, որ հայ ապշած ու զարմացած էին, թե Տիկին Կակոսյանը եկավ մեզ պատմեց, որ ընտանիքը հարատև է, այդ ո՞նց են անում հարատև ընտանիք կա։ Մեզ մոտ տեն չի։ Այսինքն պիտի սեր դնել, պատմել, պիտի ասել։ Եվ բեմից խոսում էինք, պատմում էինք Հայաստանի մասին։ Եվ այնքան ոգևորվեցին այս մարդիկ Հայաստանի պատմությամբ, որ այս նամակների մեջ երեխաները ստանալով մեր երեխաների պատասխանները ու մեկ ուրիշ բաներ կարի կպատմեմ, ցանկություն հայտնեցին գալ Հայաստան։ Ես գնում էի դպրոցներ, ուրեմն high school, կարդում էի հայ ժողովրդի պատմություն, հետը ստանում էի մեծ քարտեզը, Հայաստանի բոլոր այն վայրերով, որտեղ եղել է գենոցիդը։ Կանչում էի իրանց պատմության դասատուին առանձին էի, իրան բացատրում այդ բոլորը, ասում էի արի կողքս։ Միասին խոսում, երեխաները ապշահար էին, նրանք չէին պատկերացնում ամերիկացիք, թե դա ինչ բան է։ Եվ վերջապես հանկարծ Ամերիկայում բարձրացավ այդ ալիքը հայկական գենոցիդ։ Եթե մինչև այդ խոսում էին հրեական, չգիտեմ ինչ, հիմա բարձրացավ նաև հայկական գենոցիդը։ Ստեղծեց մի ամբողջ խումբ, որը պայքարում էր դրա համար, գնում էին կոնգրես եւ հասանք այն բանին։ Եվ վերջը ասեմ ես ձեզ, ուրեմն ես չհանդարտվեցի, ուրա չեմ գտնում։ Ես նամակներ սկսեցի գրել Միացյալ Նահանգներում արդեն Բայդենին, 2 նամակ եմ գրել, այստեղ մոտ չեմ կարողանում գտնել հիմա։ Եվ ստացա Բայդենից այնպիսի մի հուզիչ նամակ, ես հետո ցույց կտամ քեզ կամ որ հետաքրքրվում է։ Այդ նամակը ստանալուց հետո երկրորդ նամակը ինձ ուղարկեց պատասխան, որ ես դա այդպես չեմ թողնի, սա շատ հուզիչ թեմա է։ Չանցավ ընդամենը երևի 1-2 ամիս, եկավ ապրիլի 24-ը եւ Բայդենի ճանաչեց գենոցիդը։ Այսինքն շարժվել է պետք, ներկայացնել, պատմել է պետք, գնալ պատմել է պետք։ Մտել եմ 4-րդ մարտին իր արձաններն քանդա, բայց ես ինչ պետք է անեմ։ Գնում եմ քաղաքապետարան, թույլտվություն եմ վերցնում, այնտեղ օտար մարդ չկարա դպրոց մտնի։ Ոչ մեկը պիտի թույլտվություն եմ, մտնում եմ 4-րդ դասարան։ 4-րդ դասարանի երեխաներ են։ Հայերեն տառեր եմ սովորացնում։ Գրում եմ հայերեն տառերը, այդ տառը անգլերեն, a, հետո այով մի որևէ բառ, հայերեն, գրում եմ անգլերեն տառերով, հետո այդ բառը հայերեն արտասանում ենք ամբողջ խմբով, մեկ անգամ խուկուր Տիկին Մաքսենա, ձեր այս դրած սերմերի պատասխանը կարծես թե երկարաժամկետ է, բայց ստացել եք, ես ուզում եմ այն դեպքի մասին պատմեք, որ ինձ ասացիք։ Հարց ես տալիս Օֆելիա, ես ուզում եմ, որ ով որ լսում է այս խոսքը, իմանա, որ յուրաքանչյուր սերմ հատիկ, որ հողի մեջ ես գցում, անպայման ծլում է։ Ուրեմն այդ 4-րդ դասարանցիների մասին ասեմ։ Այս տարի
թռնում եմ Նյու Յորք, Փարիզ, Երևան։ Նյու Յորք, Փարիզ ուրիշ մի բան պատահեց, այդ ուրիշ պատմություն է։ Հիմա գալիս եմ Փարիզ, Երևան։ Գնում եմ, տեսնում եմ, ինձ մեկը ուղեկցում է, տեսնում եմ, դեռ մի հատ շիկարեր տղա է նստած, ինքան նման է իմ թորանը, Մարտինին, Մարտինյուկ ենք ասում։ Մտածում եմ, երեք ինձ տաներ դրա կողքը նստածներ, ոնց որ իմ թորս լինի։ Նստում եմ կողքը, ես սիրում եմ խոսել մարդկանց հետ, խոսեցնում եմ։ Լսիր, առ այսօր հիմա փշաքաղվում եմ, այդ ամերիկացի երեխան սկսում է պարույր սևակ արտասանել, մաքրամաքուր հայերենով։ Հիմա էլ եմ փշաքաղվում, ասում եմ, բա դու որտեղից գիտես սա։ Ոնց ասում է, մի հատ քատակագործ կար, եկել աշխատում էր, իր տիկինն եկավ մեզ հայերեն սովորացրեց։ Մենք ստեղծեցինք հայերեն խումբ, մենք գտանք դասախոս, այդ դասատուն մեզ սովորացրեց։ Ես անցյալ տարի եկել եմ Հայաստան, Արտաշատի չգիտեմ որ գյուղում, ես չգիտեմ որ այդ գյուղն է։ Ես գնա ինձ այնպես են ընդունել։ Տնից տուն են տարել, ինձ կերակրել են, ինձ լվացել են, ինձ չեն թողնում, որ ես եկել եմ Ամերիկա, իմ ամբողջ դասարանը բերել եմ հետս։ Այնտեղ նստած են իմ դասարանը։ Մենք բոլորս, որ ավարտենք 12 տարին, պիտի գանք Հայաստանում ապրենք։ Ոնց է քեզ համար սա։ Ներկայացաք։ Լսի, ես այնքան հուզվեցի, արդեն ինքնաթիռը մոտեցել է, արդեն տրապը դրել են։ Ես չկարողացա ասել, որ այդ ես եմ, որովհետև իրանց առջև նստած այսօր մի հատ պարավ կնիկ, ներողություն։ Կարող է իրանք չճանաչեն անգամ։ Եվ դա կարևոր էլ չի, թե իրանք կճանաչեն, չէ։ Կարևորն էր, որ իրենք գիտեն հայերեն, սիրում են Հայաստանը եւ ուզում են գան ապրեն հայերենում։ Հայաստանում ես ուզում եմ, որ մեր բոլոր հայերը աշխատեն այնպես, որ ոչ միայն իրանք գան Հայաստան, այլ նաև ամերիկացի կգան, ով ասես չգա, որովհետև բոլորը ով գալիս են, սիրահարվում են մեր երկրի վրա, մենք հո դա գիտենք, մենք հո դա տեսնում ենք Երևանում այսօր ամեն օր Կասկադում ինչա կատարվում եւ Երևան քաղաքում, ուրեմն եկեք մի քիչ ռոպագանդա անենք, մի քիչ, գիտեք ինչ, այն մեր քնելուց, մի քիչ հանգստից, մի քիչ զրկենք եւ տանք այդ աշխատանքին պատմելուն։ Այսինքն իմ նպատակը Ամերիկայում, եթե այստեղ Երևանում նպատակը սկրթելն էր երեխային, ինչքան հնարավոր է բազմակ, այնտեղ նպատակս էր Հայաստանը ներկայացնելը եւ ինչ որ չափով իհարկե հաջողվել է։ Տիկին Մաքսիմա, դուք ձեր տարիքի մասին ծիծաղելով ասացիք, տատիկ մասն էլ ծիծաղելով ասացիք, ի վերջո եկեք գաղտնիք չպայենք, այն տարեկանենք եւ ինչպես եք ձեզ զգում։ Ես երբեք դա գաղտնիք չեմ պահում։ Առաջին հերթին, երբ որ ծանոթանում եմ մարդկանց հետ, ես ասում եմ, գիտեք, ես 85 տարեկան եմ, արդեն 86-ի մեջ եմ։ Մարդիկ զարմացած նայում են եւ հույս են ստանում, որ կարելի է 85 եւ 100 տարեկանում լինել ակտիվ, չտրտնջալ ամենագլխավորը, որովհետեւ տանկն էլ փչանում է մետաղը, չէ՞։ Այդ 80 տարի ապրել է այս օրգանիզմը, բա ոնց կարող է մաշված չլինի։ Արի դիմացիր եւ վայելիր կյանքդ։